Հայտնի չէ, թե ինչպես կդասավորվեր ապագա մարշալի կարիերան, եթե նա ճակատագրի հետնանքով չստանար իր երկրորդ անունը։ Վարկածի համաձայն, ռազմական գործիչ Սերգեյ Խուդյակովը ժամանակի փրկում է ապագա հերոս Արմենակ Խամփերյանցի կյանքը։ Մահացու վիրավորվելով Սերգեյը խնդրում է Խամփերյանցին հագնել իր համազգեստն ու իր անունով ղեկավարել մարտը, որ զորքը հրամանատարի կորստի պատճառով չհուսալքվի։ Այս միջադեպից հետո Արմենակ Խամփերյանցը ներկայանում է Սերգեյ Խուդյակով։ Լեգենդար մարշալի գործունեության փառապանծ ճանապարհը բոլորը գիտեն եւ հենց այդ արժանինքների համար էլ 1993 թվականից գործող հայկական առաջին ռազմական ուսումնական հաստատությունը կոչվեց նրա անունով։ Հայոց բանակում ռազմական ավիացիայի ոլորտում ծառայում են հենց այս հաստատության շրջանավարտները։ Բանակային պայմաններով ու ռեժիմով կրթություն ստացող ուսանողները գիտելիքներից բացի հետևում են նաեւ զինվորական կարգ ու կանոնին ու նախապատրաստվում ապագայում օրինակ ծառայելու իրենց ենթականերին։ Օրը սկսում է առավոտյան մարմնամարզությունից, համապատասխան վարժեձևեր կատարելուց հետո անձնակազմը մտնում է զոհանոցներ, այնուհետև նախաճաշից հետո արդեն հիմնական բուն գործունեությունը, դա մասնագիտական գործունեություն է, ուսումնական գործընթացն է սկսում, ուսումնական գործընթացից հետո ճաշից հետո ինքնապատրաստություն, ինքնապատրաստության ընթացքում արդեն կուրսանտները այն ինչ որ ձեռք են բերել այդ տվյալ օրվա 10 ժամերի ընթացքում կատարելագործում են ինչ որ հարցեր որ կա թերի մնացած, բոլոր հարցերի պատասխանները ստանում են իրենց դասախոսների կողմից։ Դրանից հետո անձնակազմը զբաղվում է սպորտ մասսայական միջոցառումներով, երեկոյան կուլտուր լուսավորչական միջոցառումներով, իրավական պատրաստությամբ եւ երեկոյան ընթրիքից հետո արդեն անձնակազմը զբաղվում է իր հանգստով։ Ինստիտուտի ուսանող հնարավոր է դառնալ 2 տարբերակով դպրոցը կամ բուհն ավարտելուց հետո։ Դպրոց ավարտելուց հետո կուրսանտները պետք է սովորեն 4 տարի, ավելի ընդհանրացակ ծրագրով։ Իսկ բու ավարտածները, քանի որ հաշվի առնելով նրանց կրթական մակարդակը եւ այն հիմքը, որ նրանք ստացել են իրենց ուսումնական հաստատությունում, ընդհանուր գիտելիքների տեսակետից, ավելի հագեցած ռազմական ուղղվածությամբ ծրագիր, քանզի արդեն շեշտը դրվում է նրանց ռազմամասնագիտական պատասխանատվության վրա։ Տարբերությունը միայն դա է։ Պաշտպանության նախարարության հրամանով շրջանավարտների համար անցեկացվում վիճակահանություն, որի արդյունքում էլ պարզ է դառնում, թե նրանք որ զորամասից պետք է սկսեն իրենց արդեն պրոֆեսիոնալ գործունեությունը, սակայն նրանք ամբողջությամբ չեն զրկվում ընտրության հնարավորությունից։ Այն կուրսանտները, ովքեր ցանկություն ունեն ինքնական կերպով իրենց ծառայությունը շարունակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ այլ սահմանամերձ զորամասերում, ինստինկտիվ նրանց տրվում է առաջնահերթություն եւ առանց վիճակահանության արդյունքների նրանք իրենց հայցողությամբ ընտրում են զորամասերը ծառայությունը շարունակում են եւ նաեւ կա մի բացառություն, որ գերազանց առաջադիմության ավարտած կուրսանտները, շրջանավարտները իրենց հետագա սպայական ծառայությունը շարունակում են արդեն իրենց ընտրությամբ։ Ինստիտուտում գործում է ավիացիայի, կապի եւ հակաօդային պաշտպանության ֆակուլտետներ։ Դիմորդների մեծ մասն այստեղ է գալիս իր մանկության երազանքն իրականացնելու նպատակով։ Ինչպես բոլորը իմ համար էլ այդ երազանքել է սկզբում, ոքի չեմ հասկացել ինչը։ Հիմա որոշ չափով հասկանում եմ նպատակը։ Օդաչու դառնալու երազանքով հաճախ նաև կանայք են գալիս, բայց այս պահին ինստիտուտում սովորող աղջիկները որոշել են կապավոր դառնալ։ Սկզբից որ որոշումը արդեն կայացրել էի, թե տանեցիները, թե ընտանիքի անդամները եւ թե հասարակությունը բնականաբար այս որոշումը սկզբից չընդունեց։ Նրանց կարծիքից ստրուկը դառնալ ավաղ չեմ կարող, դրա համար էլ որոշեցի, որ պետքա կամ ապացուցեմ նաև հասարակությանը, որ ես կարող եմ եւ ունակ եմ հաղթահարելու այն դժվարությունները, որոնք հաղթահարում են մեր արական սեռի ներկայացուցիչները։ Լսարաններից մեկում ներկա կուրսանտների ու ապագա օդաչուների հերթական դասին ենք մասնակցում։ Այստեղ տղաները ճիշտ այդպեսի ու ոչ մի կերպի արանքում անկեղծացան մեզ հետ։ Ռազմական օդաչուի գործը կայանում է նրանում, որպեսզի օդ բարձրանա կատարի մասնագիտական գործունեությունը, իսկ առաջադրանքի կատարումը դա շատ կարևոր հանգամանք է եւ կողից կարելի ասել ազդեցություններ պետք է նա հաշվի չառնի։ Մենք մի 2 ամսից արդեն մեկնելու ենք թռիչքների, կանցկացնենք թռիչքներ Զվարթ Արզնիում, որտեղ որ տեղի ունենում այդ բոլոր իրադարձությունները եւ ինձ թվում է բոլորս էլ բարեհաջող վայրեջք կկատարենք։ Բարեհաջող վայրեջքից հետո բոլոր լավ օդաչուները ծափերն ընդունելուն պես նախ շնորհակալություն են հայտնում ավիատեխնիկներին։ Օդաչուները մեր ընկերներն են ու իրանց անվտանգությունը թռիչքների կատարման ժամանակ օդում բարձրության վրա մեծամասամբ կախված է մեր կատարած աշխատանքների որակից, արդյունավետությունից, թե ինչ մակարդակով կկատարենք այդ աշխատանքները։
Մարտական ծառայության համար ռազմական բարձրորակ գիտելիքներ ստանալն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար։ Լավ զինվորականը նախ պետք է բարոյահոգեբանական լուրջ պատրաստություն անցնի։ Այս առաքելությունը դրված է ինստիտուտի հոգևոր սպասավորի վրա։ Մեր ազգը պարտավոր է լինել հայրենասեր, նվիրված, մեր քիչ ռեսուրսները մենք միայն որակական մեծ հատկանիշներով կարող ենք փոխհատուցել։